Անձնակատար, հարգելի տիկին Ռոս, ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ, ինձ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Եվրոպական միության ընդլայնման հարցերով անձնակատար Մարտակոսին եւ իր գլխավորած պատվիրակությանը։ Անձնակատար Կոսը վերջին 6 ամիսների ընթացքում երկրորդ անգամ է աշխատանքային այցով գտնվում մեր երկրում, ինչը Հայաստանի եւ Եվրոպական միության միջև ընդլայնվող գործընկերության վառ վկայականն է։ Այս այցը նշանակալի է Հայաստանի եւ Եվրոպական միության միջև բոլոր ուղղություններով համագործակցության խորացման առումով, հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ այն տեղի է ունենում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի եւ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովներին ընդառաջ։ Այսօր մենք հանգամանալից անդրադարձանք Հայաստանում շարունակվող ոլորտային բարեփոխումների ընթացքին, որոնք բխում են համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած երկուստեք հանձնառություններից։ Բարեփոխումների ընթացքի արդյունավետության ավելացման դրանց արդյունքները մեր քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելու նպատակով քիչ առաջ ստորագրեցինք դիմակայունության եւ աճի պլանի ներքո 25-27 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը, որով սահմանեցինք հավակնոտ միջոցառումներ, մասնավորապես արտահանման դիվերսիֆիկացիայի, վիզային ռեժիմի ազատականացման եւ հանրային ֆինանսների կառավարման կարևորագույն ոլորտներում։ Առանձնահատուկ կենտրոնացանք տարածաշրջանային կապակցվածության հարցերին եւ այդ համատեքստում պայմանավորվեցինք շարունակել աշխատանքները կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության, TRIP երկթուղու եւ ԵՄ միջտարածաշրջանային կապակցվածության, մասնավորապես գլոբալ դարպասներ ռազմավարության իրականացման ուղղություններով։ Ուրախ եմ արձանագրել, որ հանձնակատարը վերահաստատեց ԵՄ աջակցությունը Հայաստանի ինտեգրմանը տրանսկասպյան տրանսպորտային ուղում։ Հանձնակատար Կոսի միջոցով մեր երախտագիտությունն ենք հայտնել Եվրոպական միության ղեկավարությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ավելացման ուղղությամբ գործադրվող ջանքերի եւ ուշադրության համար։ Հարգելի տիկին Կոս, եւս մեկ անգամ գոհունակություն հայտնելով կառուցողական եւ բովանդակային քննարկումների համար խոսք սիրով փոխանցում եմ ձեզ։